Բարև ձեզ, ես փաստաբան Անի Ավետիսյանն եմ։ Կան իրավիճակներ, երբ անձը կարծում է, որ ինքը իրավացի է, սակայն արդյունքում հայտնվում է ավելի խոցելի վիճակում։ Շատ հաճախ պատճառը ոչ թե օրենքի չիմացությունն է, այլ թե մենք ինչպես ենք մեզ պահում որոշակի իրավիճակներում, ինչից ենք վախենում կամ ինչ ենք խոսում այդ ընթացքում։ Այսօրվա թողարկման ընթացքում կխոսենք իրավագիտակցության, լռելու իրավունքի և դրա հետ փոխկապակցված հարցերի վերաբերյալ, իրական, պարզ և մարդկային կյանքից վերցված օրինակներով։ Այսօրվա իմ հյուրը քրեաիրավական ուղղվածությամբ իրավաբան, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Խալաթյանն է։ Կարեն, ողջույն, շնորհակալ եմ Ողջույն, Անի։ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ու ողջունում եմ այս նախաձեռնությունը, քանի որ սա հենց այն կարևոր հաղորդումներից է, ինչքան էլ որ շատ նմանատիպ հաղորդումներ կան իրավական հարցերի վերաբերյալ, բայց կարծում եմ, այս մեր քննարկման ժամանակ քաղաքացիների համար ընկալելի լեզվով կներկայացնենք այն իրավունքները, որոնք որ պետք է անձինք իմանան։ Եվ դրա շրջանակներում Կարեն առաջնային սկսենք այն այսպես ասած բազային թեմաներից, հա, ինչ է իրավագիտակցությունը։ Ես վստահ եմ, որ բառը շատ են լսել մեր քաղաքացիները, բայց իրականում ռեալ կյանքում թե ինչ է այն իր մեջ ներառում, ինչ կարելի է դրա տակ հասկանալ, պատկերացում չունեն։ Կբարձաբանես մեզ, թե ինչ է իրավագիտակցությունը եւ ինչ հասկանալ դրա տակ։ Թե մատչելի կերպով նշեմ, կարելի է ասել, որ իրավագիտակցությունը դա անվտանգության գործիք է յուրաքանչյուր քաղաքացու համար։ Եվ եթե շատերը կարծում են, որ իրավագիտակցությունը դա տարբեր կամ բոլոր օրենքների, հոդվածների իմացությունն է, իրավագիտակցությունը դա վարքագիծ է, երբ քաղաքացին գիտի, թե երբ պետք է խոսի, երբ լռի, երբ ստորագրի, երբ չստորագրի կամ երբ դիմի մասնագետի։ Կարող ենք այսպես մի բառով, ավելի հասարակ բառով ասել, որ անձի ինքնատիրապետումն է որոշակի իրավիճակներում։ Այո, որովհետև շատ ժամանակ քաղաքացիները հանդիպում են այնպիսի իրավիճակների, երբ ինչ որ գործողություն են իրենց հետ կատարվում, օրինակ քննչական գործողությունների ժամանակ կամ երբ որ հարկադրանք է կիրառվում, անձանց ձերբակալում են, որոշակի հուզական ֆոնի վրա, հա, հուզական վիճակում են հայտնվում ու նաև դրանից էլ կարող են տարբեր տիպի անձինք տարբեր վարքագիծ դրսևորել։ Մի մասը կարող է ավելի ագրեսիվ դառնալ, մյուս մասը ավելի զիջող։ Եվ այս երկու դեպքում էլ կարծում եմ, որ անվտանգ չէ, քանի որ թե ագրեսիվությունը եւ թե այն пассив այդ համաձայնվող վիճակը, երբ որ ընդունում է ամեն ինչ քաղաքացին, երկուսն էլ հետագայում կարող է իր համար ավելի բարդ հետևանքներ Ավելի առաջացնել։ բացասական։ Այո։ Արի այս մասով ընդունենք, որ մասնագետ լինելը նույնիսկ այդ հուզական իրավիճակում հայտնվելուց չի փրկում։ Մենք բոլորս կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ որ ուրիշի նույն գործողության ժամանակ դու շատ քաջ տիրապետում ես, բայց ինքդ հայտնվելով օրինակ, հա, բարեկի հետ ինչ որ զրույցում կամ իրավապահ մարմնի հետ ինչ որ զրույցում, դու ինքդ հայտնվում ես այդ հուզական իրավիճակում։ Ու Այո, այստեղ մենք նույնպես երբեմն լինում է դու գիտակցում ես, որ ես չկարողացա ինձ այստեղ տիրապետել, բայց ինչը ես կանեի շատ ավելի լավ, եթե լինեի օրինակ մեկ այլ անձի փաստաբան։ այո, եւ դա է հենց պատճառը, որ շատ դեպքերում, երբ որ փաստաբաններն են նույնիսկ հայտնվում նման իրավիճակներում, իրենք հրավիրում են փաստաբան, այսինքն իրենք իմանալով բոլոր այդ օրենքները, իրենք իրենց առօրյա աշխատանքում առնչվելով այդ պաշտպանելով, հա, իրենց վստահորդների օրինական շահերը, բայց երբ որ իրենց է արդեն հերթը հասնում, իրենք դիմում են փաստաբանի, ինչի համար, որովհետև այդ նույն հուզական վիճակները շատ ժամանակ անձին զրկում է այդ պահին ավելի մանրամասն, ավելի ուշադիր կամ ավելի ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Մեր զգոնությունն է Այո, թույլացնում, այո, էլի այդ այո, իրավիճակը, հուզական իրավիճակը։ այո։ Իսկ այս դեպքում արդեն գալիս է մեկ այլ հարց, առաջին մեր գործողությունը արդյոք մեր, ես նկատի ունեմ քաղաքացիների, ինչու՞ չէ նաև իմ, հա, ինձ որպես քաղաքացի, ոչ թե որպես փաստաբան։ Առաջի գործողությունը, երբ որ հայտնվել ես համապատասխան իրավիճակում։ Ի վերջո լռել, թե բացատրություն տալ, բացատրություն տալուց ինչպես
ինչպես բացատրություն տալ։ Այդ մեր առաջի գործողությունը ըստ քեզ մի քիչ ավելի պարզ մարդկային ձևով կբացատրես։ Սենց ասեմ, երկու իրավիճակ կարող եմ տարբերենք իրարից։ Մի դեպքում, երբ որ անձին ծանուցում են, որ անձը ներկայանա, եւ երկրորդ դեպքում, երբ որ անձին հարկադրաբար ներկայացնում են։ Այսինքն, եթե ծանուցելու դեպքում անձը դեռևս մի օր, երկու օր ժամանակ ունի խորհրդակցելու կամ հասկանալու, թե պատրաստվելու այդ գործողությանը, օրինակ ձերբակալելու դեպքում անձը չունի այդ հնարավորությունը ու հաճախ առավոտը ժամը 7-ին դուռը թակում են եւ ոստիկանության աշխատակիցները անձին ձերբակալում տեղափոխում են ոստիկանության բաժին։ Այստեղ արդեն գալիս է թե հուզական վիճակը, որովհետեւ եթե օբյեկտիվորեն մենք վերլուծենք, ի՞նչ է տեղի ունենում, ընտանիքից անձին հարկադրաբար հեռացնում են, այնտեղ արդեն անձի մտքում թե ընտանիքի անդամների ստրեսն է, թե իր վիճակը, թե հարևանների առաջ ինչ որ ամեն դեպքում անձը որոշակի հուզական վիճակում է հայտնվում։ Հոգեբանորեն նաև անսպասելիությունն է գործում այդտեղ, այո։ Ու այդ ժամանակ հիմնականում ի՞նչն է խնդիրը լինում, երբ անձը չի գիտակցում կամ ողջ ծավալով չի կարողանում գիտակցի, թե որն է ճիշտը։ Ու լսելով օրինակ քննիչի խորհուրդը կամ ոստիկանի խորհուրդը, որ սա ձևական է կամ այստեղ սենց ստորագրենք, շուտ որ վերջացնենք, ու ինչն է կարևորը, տենց իրավիճակներում մարդիկ շուտ ուզում են դուրս գան այդ միջավայրից։ Ու դա նորմալ է, որովհետև ոչ Այսինքն իրենց կոմֆորտ զոնան չէ, դա, Այո։ եւ ուզում են դրանից ազատվելու համար ցանկացած գործողության, այսպես ասած, պատրաստ են։ Այո, ու հետո որ պատճառաբանություններն ես լսում, քաղաքացիները ինչ են ասում։ Ասում են դե շտապում էի, չէի ուզում էի շուտ գնալ այդտեղից, կամ ասում են օրինակի համար վստահեցի, կամ մի ուրիշ դեպքում ասում է չէի ուզում բարդացնեի։ Ու այդ վիճակներում մարդկանց նաև տիպը կապ ունի, թե ինչ տիպի մարդիկ են, որովհետև մարդկա վախենում է, մարդկա օրինակի համար ավելի շատ լավամարդ է ուզում երևա քննիչի մոտ ու չես հասկանում թե ինչի, կամ ուզում է որ ցույց տա, որ ինքը արդար է, ու սկսում է բավականին մեծ բովանդակությամբ, ասենք, ցուցմունք տալ կամ տեղեկություններ հայտնել, որը որ այդ պահին ընդհանրապես պետք չէր, ու նաև այստեղ կարևոր է, որ այդ նույն լռելու իրավունքը անձը ինչքանով է գիտակցում, որտեղ շատ ժամանակ քաղաքացիները մտածում են, որ եթե օգտվի լռելու իրավունքից, ապա տպավորություն կստեղծվի, որ ինքը մեղավոր է, ինքը ինչ-որ մի բան արել է, օգտագործվի այդ տեղեկատվությունը։ ու միշտ մարդիկ ասում են, եթե ես իրավացի եմ, ես վատ բան չեմ արել, հետեւաբար թաքցնելու ոչինչ չունեմ։ Բայց դա միշտ չի, որ հետագայում դա դրական հետևանքի առաջացնում, թեկուզ այն մարդը, որ իրավացի է, որևէ սխալ քայլ չի կատարել, բայց տալով այնպիսի տեղեկություններ վարույթն իրականացնող մարմնին, որոնք որ այդ պահին առնվազն ինքը իրավունք ուներ չտար։ Երբեմն լինում են օրինակ իրավիճակներ, որ մարդը անգիտակցաբար, այսպես, հա, ասեմ, բացարձակապես չհասկանալով իր գործողությունների հետագա վնասը, ռիսկը, տալիս է տեղեկատվություն վարույթն իրականացնող մարմնին իր մերձավոր ազգականի վերաբերյալ, իր, այսպես ասած, հարևանի, բարեկամի բացարձակ չպատկերացնելով, որ այդ նույնիսկ ճիշտ լինելու տեղեկությունը, հա, կարող է վնասել ավելի շատ վարույթն իրականացնող մարմնում իր շահերին, իր կամ մեկ այլ անձի շահերին։ Այս մասով էլ է շատ կարևոր արձանագրել, Եթե առանձնացնենք ամուսնու եւ մերձավոր ազգականի մասով, եւ բարեկամն ու հարևանը մի քիչ այլ է, մյուսների դեպքում պարտավոր է ճշմարտ ցուցմունք տալ, իսկ ամուսնու եւ մերձավոր ազգականի վերաբերյալ իրավունք ունի լռելու։ Լինում են դեպքեր, երբ որ անձը չգիտակցելով, որ իր հայտնած անմեղ տեղեկությունը կարող է օգտագործվել իր մերձավոր ազգականի դեմ, հայտնվելով վարույթ իրականացնող մարմնի մոտ, պատասխանելով քննիչի հարցերին, տալիս է այնպիսի տեղեկություն, որը հենց հաջորդ պահից օգտագործում է իր մերձավոր ազգականի դեմ։ Մի նման դեպք կար, երբ որ անչափահաս երեխա էր, մեղադրվում էր ինչ-որ արարքում, ու տեսանյութ կար,
տեսանյութում ըստ էության տենց բարձ չէր երևում այդ երեխայի դեպք ինքն էր թե ինքը չէր ու ինչ էր եղել օրինական ներկայացու ծնողին երեխայի մորը հրավիրում են քննիչ հրավիրում է հարցաքննության վերարտադրում է տեսաձայնագրությունը եւ ցույց է տալիս որ տեսանյութը ինչից հետո մայրը ճանաչում է իր որդուն տեսանյութում ու նկարագրում է թե ինչի ճանաչեց, ոնց ճանաչեց եւ այլն, հենց անմիջապես հետո այդ երեխայի մեղադրանքի հիմքում էին դրել։ Այսինքն պարզօրինակ, որ մայրը չէր կարող վնասել իր երեխային եւ չէր գիտակցել, որ իր մի պարզ արտահայտությունը կարող է հետագայում օգտագործվել իր անչափահաս երեխայի իր դեմ էր օգտագործվել ու կարևորն ինչն էր, որ մայրը երբ որ իմացավ, որ իր միակ ցուցմունքը, որ կարելի է այդպես դիտարկել, իր ցուցմունքն է եղել այդ գործում, ապացույց տվող ինքն է եղել։ Փաստացի է այդպես։ Ճիշտ է, հետո վիճարկվեց այդ ապացույցի թույլատրելիությունը եւ այլն, բայց ամեն դեպքում նաեւ այդ մարդը հայտնվեց վատ իրավիճակում։ Գիտես, մեխանիզմները, փաստաբանները, այսպես ասած, իրենց հնարամտությամբ մեխանիզմներ հետագայում գտնում են, թե բողոքարկելու եւ թե այլ գործողություններ իրականացնելու կոնկրետ դեպքերում, բայց ի սկզբանե ճիշտ մարտավարություն կազմակերպելու, իր գործողությունները հերթականությամբ կատարելու համար փաստաբանին պետք է ներգրավել, ես կարծում եմ, ի սկզբանե, այսինքն հնարավորություն տալ մասնագետին, որ ինքը իր գործողությունները թե իր վստահորդի պաշտպանյալի հետ հարաբերությունները կառուցելուց եւ թե վարույթն իրականացնող մարմնի հետ իր գործողություններում կարողանա հստակ ձևակերպել, այլ ոչ թե հետո գտնել հնարամտություններ ճակերտավոր, այսպես ասած, բողոքարկելու ակտը, ապացույց վիճարկելու եւ այլն եւ այլն։ Դրա համար այս պարագայում ես կարծում եմ կարևոր է շատ ի սկզբանե փաստաբանի ներգրավվածությունը հատկապես քրեական գործերով, որովհետև քրեական գործերով մենք կարող ենք առանձնացնել առանձին փուլեր, նախաքննական, որտեղ որոշիչ դեր են ամեն ինչը, ամեն հանգամանք, ամեն ապացույց որոշիչ դեր ունի, եւ այս դեպքում շատ ավելի կարևոր է փաստաբանի ներկայությունը, քան հետագայում դատարանում դատական ակտը կայացնելու փուլում։ Այդ առումով նախ ասեմ, ամեն ինչ չի, որ հնարավոր է վիճարկել ու արդյունք ունենալ։ Իհարկե։ Որովհետև լինում են դեպքեր, երբ որ ասես բացատրեմ, ստորագրելու հետ կապված։ Երբ որ անձը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրում, նա պետք է առնվազն մանրամասն կարդա, ուսումնասիրի, վերջում նոր ստորագրի։ Ինչ ենք մենք հաճախ ունենում, քաղաքացիների մեծամասնությունը չեն կարդում, թե փաստաթղթում ինչ է գրված։ Ինչի տակ են իրենք ստորագրում։ Նույն պատճառաբանությամբ վստահում էի, քննիչը գրեց, ես ստորագրեցի։ Ասեցին կարևոր փաստաթուղթ չի ստորագրի ձևական է, սա ընդամենը գործի մեջ պետքա դնենք, ստեղ ստորագրի։ Երբ որ արդեն այն անձը, որ առաջարկում է ստորագրել եւ արագացնում է ընթացքը, շտապեցնում է, արդեն այդ բայից պետքա քաղաքացու մոտ այդ կասկածն առաջանա, թե ինչի են արագացնում, ինչ են շտապեցնում։ Ժամկետների սուղությունը, արդեն բերում է նրան, ազդակը լինի, որ պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել, ավելի ուշադիր նայել, որովհետև այդ բային ստորագրել, բայց այն մտքով, որ եթե հետագայում բացասական հետևանք կառաջացնի, կասեմ, չէի կարդացել ամբողջը կամ իմաստն էի կարդացել, դա միշտ չի, որ կարող է, այսինքն հիմնական դեպքերում դա հնարավոր չի լինի ապացուցել, որովհետև ստորագրելով անձը իրավական պարտականություն է վերցնում, ստանձնում, անկախ նրանից, թե ինքը դա կարդացել է, թե չի կարդացել։ Եվ ել եմ կրկնում, հետագայում դա վիճարկելը կարծես թե անհնարին է դառնում։ Ինչն է այստեղ կարևոր։ Կարևորը նախքան այդ ամեն ինչը տեղեկացված լինել իրավունքների մասին, մի բան ասեմ, ինչ եմ հանդիպել պրակտիկայում։ Մեր քաղաքացիների մեծ մասը չեն սիրում կարդալ առհասարակ։ Նամանավանդ երբ որ տեսնում են մի քանի նախադասությունից ավել է տեքստը, իրանք ասում են ես դա չեմ կարդա ու կամ վաճառաբանում են հետեւյալ կերպ։ Ասում են որ կարդամ էլ չեմ հասկանա։ Միևնույնն է։ Այո։
Եվ ըստ էության Դա այդ ոչ միայն շտապելու քրեական արդյունքում ոլորտում, միշտ է բանկային այո, ցանկացած գործարք այո, կնքելիս մենք չենք այո, սիրում կարդալ, մնացած on-line գործարքներ անելիս մենք չենք սիրում ոչ մի քաղաքականություն կարդալ, ոչ մի իրավունք պարտականություն, հետո մեկ այո, էլ այսպես բանով էլեկտրոնային փոստով կամ փոստային ծառայության միջոցով ստանում ես մի հատ մեծ փաթեթ, որ թե դու ինչի տակ ես ստորագրել, ու այդտեղ ասել, գիտես, ես չեմ կարդացել կամ կարդացել եմ, չեմ հասկացել, մեղմ ասած չի աշխատում այս պարագայում։ այո, քանի որ արդեն անձը իր ստորագրությամբ իր կամ արտահայտությունն էլ արձանագրել, որ ինքը Արձանագրում է, այո։ համաձայն է, ու ասեմ ավելին, շատ ժամանակ քրեական վարույթներում միայն ստորագրությունը չի լինում։ Լինում է, Իրենք որ իրեն իր ձեռքով ձեռագրով գրում գրում են են, որ ձեռագրով։ այո, կարդացի ճիշտ է, Գրեթե միշտ իրավապահ մարմնի աշխատակիցը վերջում ձեռագրով էլ նաև հաստատում է, այսպես այո։ ասած, միայն ստորագրությունը չի այդտեղ, ու այս մասով Դա կարող չի ենք վերաբերվում ցուցմունքներին, որտեղ ցուցմունքները տեսաձայնագրվում են հիմա, այդ կողմից ավելի տենց օրենսդիրը, ապահովագրված այո, են։ տենց լավ որպես երաշխիք նախատեսել, որ պետք է պարտադիր տեսաձայնագրվեն եւ անկախ թե արձանագրությունում ինչ է նշված, վերջում ապացույցը հենց տեսաձայնագրությունն է, որ հնարավոր է հետագայում վերարտադրել։ Բայց ելի եմ կրկնում, նաև կան այլ փաստաթղթեր, ոչ հարցաքննությունների արձանագրությունները, որտեղ Որոնք այո, կարող անձին են ստորագրում են բացասական հետևանքներ ունենալ։ Այս մասով երևի այսպես մի ընդհանուր խորհուրդ, որ կարող ենք այս պահին ասել քաղաքացիներին, եթե չգիտեք, եթե վստահ չեք ինչ է փաստաթղթում գրված եւ ինչի տակ եք ստորագրում, գերադասելի է չստորագրել, պահանջել հրավիրել փաստաբան կամ ժամանակ խնդրել խորհրդակցելու փաստաբանի հետ կամ պահանջել բացատրել իրենց իրավունքները եւ այլն, քան միանգամից ստորագրել եւ հետագայում այսպես բացասական հետևանքների միանգամից։ բայց ամեն դեպքում երբ որ ձեզ հրավիրել են, հա, իրավապահ մարմին, ասենք քննչական Սուրճ խմելու մարմին, չեն այո, հրավիրել, հետեւաբար հաստատ։ հաստատ սուրճ խմելու չեն հրավիրել։ Եթե ձեզ հրավիրել են, ուրեմն ինչ որ մի բան փորձում են թե ձեր վերաբերյալ կամ թեկուզ այլ անձի վերաբերյալ, արդեն անձը այդ պահին կարողանում է առնվազն կողմնորոշվել, թե այդ իր Իր վերաբերյալա թե վերաբերյալա այլ թե անձի, ու իր ահա։ մասնակցությունը այդ ամեն ինչում ինչքանով կարա լինի կամ չի կարա լինի։ Ահա։ Բայց շատ ժամանակ լինում է հենց որ անձը գիտակցում է, որ իր վերաբերյալ է գործը քննվում Ահա։ ու ինքը ըստ էության առանցքային նշանակություն ունի այդ գործում, ինքը ամեն դեպքում մտածում ասում է, եթե փաստաբանի հետ օրինակ ներկայանամ, կարող է քննիչի մոտ կասկած առաջացնի, որ ես ուրեմն մի բանից վախեցել եմ, Պաշտպանված եմ հա, գնում։ հիմա պաշտպանություն եմ իրականացնում, բայց օրինակ այս վկաների դեպքով, հա, կարող եմ ասել, որ այս վերջի ժամանակահատվածում շատ դրական առաջընթաց կա, համարյա մի քանի անգամ աճել են այդ իրավիճակները, երբ անձին որպես վկա են հրավիրում հարցաքննության ու անձը պարտադիր ցանկություն է հայտնում, որ փաստաբանի հետ ներկայանա։ Անկախ նրանից ինքը թեկուզ եւ գիտի, որ այդ գործը իր հետ ընդհանրապես կապ չունի, զուտ ինքը որպես վկայի կարգավիճակով, նույնիսկ չգիտի էլ ինչ է հարցնելու, բայց ամեն դեպքում գիտի, որ ինչ որ գործ է, նույնիսկ կարող է գիտի ինչ որ անձանց վերաբերյալ, գիտի, որ այդ անձանց նույնիսկ 2 տարի առաջ մի անգամ տեսել է, Բայց բայց միևնույնն է ուզում է, այո, որ ինքը կողքը իրան ապահով է զգում, ոլորտը իր իմացող մարդ լինի։ որովհետեւ մարդկանց տեսակ կա, ով որ գիտակցում է, եթե ասում ես գնացի քննիչի մոտ, այն դիմացի կողմից քննիչն է լինելու, ով գիտի օրենքները, եւ Ես ես որ եմ չգիտեմ չգիտեմ։ օրենքները։ Ես ինձ ավելի հանգիստ կզգամ, երբ որ իմ կողքը մարդ լինի, որ ամեն պահի իմ ցանկացած հարցին պատասխանի ու ես վստահեմ իր պատասխաններին։ Այդ առումով դրա համար հենց փաստաբանի մասնակցությունը այն ամենավաղ փուլից շատ կարևոր է։ Թեկուզ կարող են խորհրդակցելու կարգով, հա, նախքան այդ ամեն ինչը մի հատ խորհրդակցեն, հասկանան գոնե այն ռիսկերը, որոնք կարող են լինել, որովհետև փաստաբանի գործունեության նպատակներից հենց առանցքայինը նա է, որ փաստաբանը կանխատեսում են բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք որ կարող են առաջանալ
Եվ նաև հետագայում էլ վարույթի ընթացքում իր մասնակցությամբ նվազեցնում է ռիսկերը եւ որևէ դեպքում չի կարող որևէ արդյունք երաշխավորել եւ նաև իրավունք էլ չունի նման արդյունք երաշխավորել, այո, եւ նաև այդ ազդակն էլ պետքա լինի եւ ցանկացած փաստաբան եթե արդյունք երաշխավորեց, ուրեմն քաղաքացու մոտ պետքա այդ կասկածն առաջանա, որ արդյոք ինքը ճիշտ անձի է դիմել, թե ոչ, որովհետեւ արդյունք որևէ դեպքում փաստաբանը իրավունք չունի երաշխավորել։ Միակ բանը, որ մենք այս մասնագիտական գործունեության ընթացքում այսպես վստահ կարող ենք ասել, որ ամեն ինչ կարող է գործի վերջում ի հայտ գալ եւ ամեն ինչ կարող է գործը լրիվ կարող է։ Այս վերջերս մի դեպք հիշեցի խորհրդատվության ժամանակ անձը հարցրեց, հենց քրեական գործով էր դեպք, քրեական իրավունքում ես շատ մասնագիտացած չեմ, բայց երբեմն տենց խորհրդատվություններ հարցնում են մարդիկ, ասեց օրինակ այս հարցաքննությունից հետո ինչ կարա լինի, այսպես ընդհանուր հարց, ասում եմ ամեն ինչ, ասում եմ չէ, դուք երևի իմ հարցը չհասկացաք, ես նկատի ունեմ կոնկրետ ինչ գործողություններ, ասում եմ նորից եմ կրկնում ամեն ինչ, այս այն դեպքն է, ոլորտային այն գործերն են, որտեղ ամեն պահի, ամեն այս ընթացքը կարա այլ հունով ընթանա եւ այլն։ Իսկ վկաների հետ կապված ես ուզում եմ շատ դրական դինամիկա այսպես առանձնացնեմ նաեւ քաղաքացիական գործերով։ Ժամանակին քաղաքացիական գործով վկայի հարցաքննությունը այսպես նույնիսկ դատարանի կողմից շատ բացասաբար էր դիտարկվում փաստաբանի հետ ներկայանալը։ Ես հիշում եմ մի անգամ ես վկայի հետ հարցաքննության էի գնացել քաղաքացիական գործով եւ դատավորը ինձ հարցրեց, բայց ինչի եք դուք եկել։ Ասում եմ, իսկ ինչի չպիտի գայի, էլի այսպես։ Այսինքն այն ժամանակ կար նույնիսկ այդ տեսակետը, որ պետք չի փաստաբան վկայի հետ։ Իսկ հիմա արդեն ունենք դրական դինամիկա, այսինքն կարող ենք ասել, էլի, որ այսպես գնում ենք դեպի իրավագիտակցության դրական ընթացքի։ Չեմ ուզում շատ այդ բացասական իրավիճակները ներկայացնեմ, բայց փաստացի եղել են դեպքեր, երբ որ նույնիսկ մեղադրյալը իր պաշտպանի հետ ներկայանալով քննիչին, անձը հրաժարվում է հարցերին պատասխանելուց եւ ցուցմունք տալուց։ Եվ քննիչ ինչ էր արել, քննիչը իր հարցը գրել էր, նաեւ պատասխան էր նշել։ Ու ըստ էության պաշտպանը երբ որ աչքի տակով անցկացրել, բայց իմանալով որ ցուցմունք չեն տվել, տենց շատ մանրամասնել չէր ոնց որ նայել, բայց այդ վերջի հատվածը նայել էր, տեսել էր հարցից հետո ինչ որ պատասխան է գրած շատ կարճ։ Այսինքն այստեղ կարևոր դա այն հանգամանքը, որ ամեն ինչ կարա լինի։ Այո, դեպքերը իրականում բազմազան են պրակտիկայի ընթացքում ամեն օր դրանում Ու մի բան էլ համոզվում ասեմ, շատ ժամանակ թեկուզ եւ փաստաբանը վարույթներով մասնակցում են, այ վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ իրավունքը նաեւ այլ կերպ է մեկնաբանվում։ Այսինքն մասնագետի դիմաց է նաեւ անձի իրավունքը մեկնաբանվում այլ կերպ։ Ոստեղ նաև շատ ժամանակ լինում են ինչ-որ իրավիճակներ, որ անհամաձայնություն է լինում նաև պաշտպանության ու մեղադրանքի կողմերի միջև, երբ որ պաշտպանը արդեն առարկում է, որ դա իր պաշտպանյալի իրավունքն է, այլ ոչ պարտականությունը, քննիչը փորձում է հակառակը ձևով մեկնաբանել, բայց այստեղ կարևորը նա է, որ փաստաբանը լինելով մասնագետ այդ ամեն ինչին ամեն դեպքում ճիշտ ընթացք է տալիս, այդ տեղում էլ ճիշտ ուղղություն է տալիս իր պաշտպանյալին, վստահորդին ու նաև այդ համապատասխան արձանագրության մեջ փաստաթղթի մեջ էլ իր դիտարկումներն է կատարում։ Ինչը որ քաղաքացու դեպքում գրեթե անհնար է լինում, որտեղ քաղաքացիները էլ եմ կրկնում այդ պահին ընդունում են չունենալով այդ գիտելիքները այդ օրենքի վերաբերյալ ընդունում են այն ինչ որ քննիչը օրինակ ասեց։ Տպավորություն չստեղծվի, որ ես քննիչների աշխատանքն եմ վատաբանում կամ նման ինչ որ բան, բայց ամեն տեղ լինում են նաև բացասական վիճակներ ու ամենավտանգավորը ստեղ նա է, որ
հետագայում դա կարող են օգտագործվել անձանց դեմ ու հակառակը հիմնավորելը հիմնականում արդեն ավելի բարդ է անհնար է լինում, դառնում կամ անհնար որոշ շատ դեպքերում բարդ։ էլ, այո, ու այս դեպքում արդեն մասնագիտական զուտ գիտելիքների այսպես կռիվն է, հա, գնում այդ քո ասած դեպքերում, ու իդեպ այստեղ վատ իմաստով մեկնաբանել պետք չէ, որովհետև իրավաբանությունը մաթեմատիկա չէ։ Կուզեի նաև անցում կատարեինք եւս մեկ կարևոր հարցի այս քրեաիրավական ոլորտից, այ օրինակ այդ անսպասելիության փուլում, հա, երբ որ օրինակ որոշակի իրավապահ մարմինների, լավ, պարեկային ծառայությունը, հա, ընդունենք, պարեկային ծառայությունը իրականացնում է փողոցում ուժեղացված ծառայություն։ Շատ հաճախ է հանդիպում, երբ որ ինքդ էլ անցնում ես, մեկ էլ տեսնում ես, որ ինչ որ որոշակի շարքով մեքենաների ստուգում են իրականացնում, ու այդ ընթացքում դու ինքդ ապահովագրված չես, որ կարող է քեզ էլ ստուգեն։ Այդ ուժեղացված ծառայություն ասվածը ինչ է իր մեջ ներառում, հա, ինչ որ հատուկ իրավիճակ է, պետք է մարդիկ ավելի զգոն լինեն այդ ժամանակ, թե ոչ, եւ այդ ուժեղացված նաեւ ծառայության ժամանակ կուզենայի դրա մասին էլ խոսես, ինչն է իրավաչափ գործողությունների։ Հաճախ ինչ ենք տեսնում, ես ըստ էության հասկացա, որ փողոցներում, հա, կանգնացնում են Կանգնացնել շարքերով ստուգելու մասին է, ու այո, սկսում են խոսքը, ըստ իրենց, հա, ընտրել որոշակի մեքենաներ ու սկսել ստուգել։ Ինչ ենք հաճախ տեսնում, այդ ստուգման ընթացքում փաստացի կատարում են խուզարկություն։ Բայց դրա իրավունքը չունեն։ Խուզարկության կարգը հստակ կա, ես վստահ եմ քաղաքացիներն էլ գիտեն, որ խուզարկել հնարավոր է բացառապես դատարանի թույլտվության հիման վրա։ Այո։ Բայց այդ դեպքում օգտագործվում է այդ ուժեղացված Իրանք ասում են ծառայություն ուժեղացված, տերմինը։ հա, տես, հա, ոնց է, ուզում է լինի ուժեղացված ծառայություն, ուզում է լինի շատ ուժեղացված ծառայություն, հա, դա մեկ է ոստիկանությանը, ներքին գործերի Ավելի նախարարությանը իրավունքներ չի տալիս։ լայն լիազորություն չի տալիս, այո։ թե քան որ օրենքով սահմանված է։ Եթե փաստացի նայենք տեսաձայնագրությունները, եթե ուսումնասիրենք, հիմնական դեպքերում իրանք առաջարկում են։ Բայց ոչ թե առաջարկում են, ասում են, ձեզ առաջարկում եմ, վարորդին իջեցնում են մեքենայից, ասում են, հա բեռնախցիկդ կբացես, հարց են տալի։ Հիմա այդ իրավիճակում, երբ որ դիմակավորված ոստիկաններ են մի 15-20 հոգի, բարեկային ծառայողներ, ինչ որ sense խառը Այդ շարժա, լույսերը, այդ այդ ամեն ձայները, ինչը, հա, ուզես իհարկե, բոլորը մի քիչ sense լարված ճնշող է։ Մհմ։ Հիմա արդյոք անձանց իրազեկում են, որ անձինք իրավունք ունեն չկատարելու դա, թե ոչ։ Իհարկե ոչ։ Բոլոր դեպքերում մենք ինչքանով որ ես առնչվել եմ, երբևէ չեն իրազեկել, որ դուք իրավունք ունեք չբացել ձեր բեռնախցիկը։ Մենակ բեռնախցիկը չէ, նույնիսկ այնտեղ այդ մեքենայի բարդաչոկն են բացել տալիս, մտնում են մեքենայի տակն են նայում այդ նստարանների տակը, այսինքն բոլոր այն ոչ տեսանելի հատվածները իրենք արդեն բացում են ու սկսում են այդտեղ որոնողական աշխատանքներ անել կամ թեկուզ փաստացի խուզարկություն։ ինչ խուզարկություն է, հիմա անկախ դրանից թե դրա անունը ինչ են դնում, հա։ Քաղաքացիների մոտ էլ այդ պահին էլի նույն տրամաբանությունն է չբարթացնեմ, մեկ ասում է, որ ավելի չերկարի, շուտ հասնեմ տուն։ Բայց ինչ ունեի թաքցնելու, որ մի հատ էլ վախենայի բացեի, Օրինակ, բայց այդտեղ մենք պետքա մի քիչ ոչ թե նայենք, թե ով ինչ ուներ թաքցնելու, թե ոչ, այլ պետքա սա դիտարկենք հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռության տեսանկյունից եւ արդյոք արդարացված է նման գործողությունը, որը որ ըստ էության համ օրենքով հստակ նախատեսված չէ, որ այտենց լիազորություն ունեն, հա, առանց դատարանի թույլտվության նման գործողություն իրականացնել, մյուս կողմից եւ արդյոք դա ինչքանով է համապատասխանում ժողովրդավարական հասարակության սկզբունքներին, իսկ մյուս կողմից մենք պետք է նայենք, թե լավ, ինչ է դրա արդյունքում լինում ու ինչ են դրա հետևանքով ձեռք բերում։ Արդյունքում ունենում ենք ահաբեկված հասարակություն, որովհետև փողոց է երեկոյան ժամը մարդիկ ընտանիքով երեխաների հետ մեքենայով տուն են գնում կամ ինչ որ տեղ են գնում ու այդ ընտանիքի անդամն ու երեխաները, հա, ասես նայում են անհանգիստ ու ինչ է կատարվել, ինչ է եղել ու ասես ու եթե ուշադրությունն ես դարձնում, այդ ոստիկանների հայացքները նենց են նայում այդ մեքենաների մեջ,
Ոնց որ Կարծես գիտեն, որ ինչ որ բան այնտեղ են հա ինչ որ 100 գտնելու։ մետր են կողմ ինչ որ տես սպանություն ա եղել, հիմա իրանք այդ մարդասպանին են փնտրում։ Բնականաբար այդ հայաստեր այդ ամեն ինչը նաև ահաբեկում են այդ ժողովրդին։ Իհարկե այդ դեպքերն էլ մենք չենք բացառում, որ կարող է տենց լուրջ հանցագործություն Չի եղած լինի, բացառում, բայց էլի օրենքը բայց էլի պետք է էլի այդ պահել դեպքում էլ օրենքը, այո, որովհետև հստակ այստեղ նշված կա է։ արդեն հասարակական շահ, մարդկանց իրավունքներ, որոնք կարող են ոտնահարվել եւ խախտվել, լրիվ Հենց դա եմ երրորդ ուզում այդ անձանց։ երկրորդ դրա հանգամանքը նշել, դրա արդյունքում հետևանքով ինչ են ունենում։ Ու հաջորդ օրը մենք մեկ էլ հեռուստացույցով կամ լուրերով տեսնում ենք, որ երեք տեղի ունեցել ուժեղացված ծառայություն, որի արդյունքում հայտնաբերվել է, ասենք մի քանի տեղ ինչ որ, չգիտեմ, մարիխուանա տեսակի թմրամիջոց, մի քանի հատ օդաչնչիչ ատրճանակ ու կարող է մի հատ էլ հրազեն։ Բայց եթե փաստացի մենք նայում ենք, խուզարկվել է մոտավորապես 5-600-ից ավել մեքենա ու հայտնաբերվել է այդ ինչ որ նշեցի։ Այդ զենքերից մի մասը կարող է զենքերի մի մասը կարող է օրինական լինի, թմրամիջոցները Այսինքն արդյունքը արդարացված չէր, նպատակը իրոք արդարացված չէր։ Բացի դրանից մեքենան Հա, բացի դրանից մեքենան համարվում է անձնական տարածք, բնակարան, եւ այո, դատավարության օրենսգրքի հավասարեցված է միանշանակ, եթե չգիտեն քաղաքացիները, սա եւս թող տեղեկություն լինի իրենց համար։ Ու դա նույն բանն է, ոնց որ բազմաբնակարանային շենք մտնեն այդ նույն կազմով, հերթով բնակարանների դռները ասենց թակելով, ասեն ուժեղացված ծառայություն է եղել, թակեն, բացեք։ Ձեր պարանի դռները, պարանը բացեք, տեսնենք դարակներում ինչ կա։ Էլ չենք ասում, որ այդ նույն մեքենայի խուզարկություն, զննություն, ինչ որ իրենք այսպես ասած կմեկնաբանեն, դրա արդյունքում կարան խախտվեն մեկ այլ իրավունքներ, այս անձանց մեկ այլ իրավունքներ, սկսած անձնական տվյալների, մասնավոր կյանքի գաղտնիություն, այո, իհարկե, ամբողջական, բայց փաստացի մենք դրանք ստորադասում ենք այդ իրավունքները, մնացած քրեաիրավական ոլորտին, այսպես ասած։ Այստեղ կարևոր է նշել, լավ, ինչ անել նման իրավիճակում։ Շատ ես պիտի այդ հարցը իրականում տայմ, այս դու ինձ օգնեցիր միանգամից, որովհետև ել եմ կրկնում, ագրեսիվ վարք, ամեն դեպքում պետք է իրավիճակը չսրել։ Շատ ժամանակ, երբ որ իրավապահ մարմնի աշխատակիցը ինքը նախապես գիտի էլ, որ իր գործողությունը օրինական չի, ինքը արդեն լարված է։ Ու այդ իրավիճակում առաջի բանը ինչ պետք չի անել, դա իրավիճակը սրելն է։ Այսինքն առիթ տալ ավելի իրավիճակը լարվի։ Այո, ավելի լարվի իրավիճակը, սրվի իրավիճակը ու այդ դեպքում դու ամեն դեպքում քաղաքացին ապահովագրված չի, թե վերջում ինչ կլինի։ Միանշանակ։ Եվ կարա Նախ իրանք շատ են։ Բացի դրանից անշար իրավիճակը կարող է քաղաքացու համար առաջի, այո, այդ կողմի արդեն մեկ այլ կարող է իր հույզը չկարողանա կառավարի, այդ ագրեսիվ օրինակ պահվածք եթե դրսևորի, կարող է հույզերը չկարողանա կառավարի։ Ինչա պետք անել, առաջի խորհուրդը որ կտամ, ուղղակի վերցնել բջջային հեռախոսը, միացնել տեսաձայնագրությունը եւ տեսաձայնագրել ողջ ընթացքը։ Անկախ նրանից, թե դուք տեսնում եք բարեկային ծառայողի վրա այդ տեսախցիկը արկա է թե ոչ, որովհետեւ մի քիչ արատավոր պրակտիկա ունենք, որ հետագայում ինչ որ անհետանում են այդ տեսաձայնագրությունը իբր չի պահպանվել կամ հնարավոր չի եղել տրամադրել ինչ որ տեխնիկական ինչ որ անհայտ պատճառներով։ Այսինքն առնվազն գոնե պետքա քաղաքացին նման իրավիճակում ապահովագրի իրեն տեսաձայնագրելով այդ ողջ ընթացքը, ընդամենը կարող է հրաժարվել, բացել բեռնախցիկը, ինչը որ պարտավոր է պետք է անի։ Օրինակ պարտավոր է իր մեքենայի վարորդական իրավունքի վկայականը ներկայացնել, տեղ անձնագիրը ներկայացնել, հա, որպեսզի հնարավոր լինի անձին նույնացնել։ Օրինակ այս շարքում այստեղ հարց է առաջանում, հեռախոսը մտնում է այն պարտավորությունների մեջ, հեռախոսը եթե պահանջվում է։ Այդ դեպքում չեմ կարծում, որ բարեկներ փողոցում ամեն դեպքում, լավ, սենց ասեմ, ցանկացած իրավիճակում, երբ որ դեպքերը տարբեր կարող են լինել, արի մեկ առանձին դեպքով չան։ Երբ որ անձին օրինակ ձերբակալել են ու տեղափոխել են ոստիկանության բաժին, հա։ Եվ պահանջում են իր հեռախոսը։ Բնականաբար անձնական խուզարկությամբ վերցնում են իրանք, հա, արդեն իրենք վերցնում են, հաջորդ քայլը որ անում են գաղտնաբառն են պահանջում։
Հիմա հարց։ Հարց, տա գաղտնաբառը թե չտա։ Տալ Ըստ թե ոչ, էության այո։ անձի իրավունքն է, քանի որ հեռախոսի գաղտնաբառը տրամադրելով նա հասանելիություն է տալու իր նամակագրությանը, անձնական տվյալների, Մասնավոր մասնավոր կյանքին, կյանքի իհարկե։ գաղտնիությամբ, այնտեղ այսօր արդեն բանկային գաղտնիքից բռնած, բժշկական տեղեկություններ, ամեն Ամբողջական ինչ կա ինֆորմացիան, հեռախոսի այո, մեջ։ հեռախոսի մեջ է։ Հետևաբար անձն է որոշում արդյոք ցանկանում է տա թե չտա, բայց տալու դեպքում քաղաքացին պետք է իմանա, որ ցանկացած տեղեկություն հետագայում կարող է օգտագործվել առնվազն իր կամ այլ անձի դեմ։ Ոստեղ շատ կարևոր է, որ նույն նամակագրություններում մարդիկ մտածում են, որ որևէ ինչ որ նամակագրություն կամ այնպիսի տվյալ չկա իրենց բջջային հեռախոսում, որը որ կարող է հետաքրքրություն առաջացնել, հա, վարույթն իրականացնող մարմնի մոտ, բայց միշտ փորձը ցույց է տալիս, որ օրինակ կարող է մեր հեռախոսում լինի մի տարի առաջվա կամ ավելի վաղ ժամանակահատվածի ինչ որ մի նամակագրություն, որի մասին մենք նույնիսկ մոռացել ենք։ Ու ըստ էության տալով գաղտնաբառը հետագայում վիճարկել, որ ես դա կամովին չեմ տվել, ես չգիտեի, որ պետք է չտա, շատ բարդ է արդեն դա վիճարկելը եւ հիմնավորելը, որ անձը չի իմացել, որ կարող է չտրամադրել, այսինքն դա եղել է, չգիտեմ, մոլորության արդյունք, դա եղել է, օրինակ շատ ժամանակ ասում են պարտավոր է ստաս տուր գաղտնաբառը ու քաղաքացին տալիս է Դե հա, եթե լսում է, ինքը չգիտի այդ պահին իր դա պարտավորությունն նույն է, դա լռելու իրավունքը, իրավունքն է, այսինքն նույն ստորագրել չստորագրելու այսինքն իրավունքն է։ անձը իր կամ արտահայտությունն է, տեղեկությունը կամ հայտնում է կամ չի հայտնում։ Բայց ցանկացած իրավիճակում, արի այստեղ արձանագրենք, որ ցանկացած իրավիճակում պարտավորություն է դա թե իրավունք անձի համար, անձը զրկված չէ իր փաստաբանի հետ խորհրդակցելու, փաստաբան հրավիրելու կամ պահանջելու իրավապահ մարմնից, հա, այդ պահի իրավիճակից կախված, այդ իրավունքից։ Ու այս դեպքում նույնիսկ եթե ժամանակահատվածն է մի քիչ ավելի երկարելու, ժամանակը այսպես շուտ չի ազատվելու այդ process-ից, ավելի լավ է կորցնի ժամանակ, բայց հետագայում խնդիրներից Ավելի լավ է մի խուսափի։ քանի ժամ Երկար մնա տևի այդ այդ process-ը կամ շենքում, երկար մնա այո, շենքում, քանց նույն թե դրսում կանգնած ժամանակահատվածում, այ երբեմն լինում է մարդիկ ասում են դե լավ, ինչ ասում են անեմ մենակ թե գնամ, արագ գնամ, հիմա փողոցում կանգնած ինչ որ բան է լինում, խոսակցություն։ այստեղ մյուս հարցն է առաջանում, արդյոք այդ տվյալ անձը ունի երաշխիք, որ այդ տեղեկությունը տրամադրելու դեպքում ինքը շուտ կգնա։ Դե այդ արդեն գալիս է ամեն ինչ կլինի սկզբունքը, էլի։ Այո, որովհետև հնարավոր է այն տեղեկությունը, կամ թեկուզ այն տեղեկությունը, տեղեկությունը, մենակ հեռախոսը չէ։ Այն տեղեկությունը, որը դու տրամադրես համապատասխան մարմնի աշխատակցին, հենց այդ տեղեկությունն է կարող է հիմք հանդիսանա, որ արդեն այդ հիմքով էլ դա էլ հիմքում տնեն ու քեզ ավելի երկար արդեն դու կմնաս այդ վարույթում։ Ցանկացած դեպքում, երբ որ անձը ըստ էության թեկուզ չի կողմնորոշվում, ինչքան էլ որ իրան ներկան սա քո պարտականությունն է, բայց եթե այդ պահին ինքը չի կողմնորոշվում, թե որն է ճիշտ գործելու, հա, ոնց պետք է անի, որ ճիշտ գործի, ավելի լավ է ինքը այդ պահին լռի կամ չտա այն տեղեկությունը կամ չկատարի այն գործողությունը, որը որ ըստ իրեն ներկայացնում է, որ պետք է կատարի, քանի դեռ չի խորհրդակցել։ Եվ ի վերջո Փաստաբանը կարող է գա ու օրինակ ասի, այո, դու պարտավոր ես օրինակ այս գործողությանը պետք է մասնակցենք, հիմա կմասնակցենք, կլռենք թե չէ, լռի դու ցուցմունք կտած թե ցուցմունք չես, դա հարցի մյուս կողմն է, բայց այն որ պետք է մասնակցես, դա պետք է մասնակցես այսպես։ Եվ վերջո գոնե որոշակի դեպքերում զրկված չի անձը զանգ կատարելու իրավունքից, հա, ես ձերբակալման մասին չեմ խոսում կամ մնաց ուրիշ այլ քննչական գործողությունների, անձը երբ ունի այդ հնարավորությունը, լավ, գոնե զանգի միջոցով ճշտի այս պահին, ես ինչ իրավունք ունեմ եւ ինչը կարող եմ չանել, գոնե այդ մինիմալը փորձի ճշտել եւ իրեն ապահովել, հետագայում արդեն ընթացքը թե որ ուղղությամբ կտանի փաստաբանը, դա արդեն ինքը կորոշի իր մարտավարությունը։ Շատ ժամանակ մենք արդեն դատարանում, երբ որ տեսնում ենք այն իրավիճակները, երբ արդեն օրինակ մեղադրյալը դատարանում իր հարցաքննության ժամանակ ներկայացնում է, որ այ քննիչը ինչ սենս ներկայացրեց, բնականաբար ասում է, ես էլ իրեն վստահելով տենց ընդունեցի իր ասածը,
Այդ դեպքում կարող ենք այս հարցից արդեն սենց անցում կատարել, քանի որ անընդհատ շեշտում կատարվեց փաստաբանի դերը, հա, այս քրեական գործերի մեջ, բացատրենք քաղաքացիներին, փաստաբանի դերը եւ առաջնային թե որ փուլից է ճիշտ փաստաբանի ներգրավվածությունը։ Կխնդրեմ նաև քեզ խոսել տարբեր կարգավիճակների դեպքում, հա, այ ոչ միայն օրինակ եթե դեռ անձը կասկածյալ է, մեղադրյալ է եւ ամբաստանյալ, այլ նաև վկայի կարգավիճակով, հա։ Մի պահ խոսեցինք մենք դրա մասին, որ վկայի կարգավիճակում շատ, բայց այ որ փուլից ներգրավվի փաստաբանը։ Սենց ներկայացնեմ, միշտ իրականում տենց էլ լինում է, ու այս համեմատությունը միշտ կա, քաղաքացիներին միշտ տենց ենք ներկայացնում, իրավապաստաբանությունը պետք է համեմատենք բժշկության հետ։ Միանշանակ։ Այսինքն, այն պահից, երբ որ քաղաքացին ախտանիշ է տեսնում, հա, ինչ-որ սիմպտոմ է տեսնում իր մոտ, ինքը պետք է անապահ դիմի բժշկի, որպեսզի չբարթանա, դա ավելի ու հնարավոր լինի, օրինակ, հա, հիվանդության դեպքում կանխել։ Նույնը ստեղ է։ Ցանկացած պարագայում, երբ որ արդեն դուք հայտնվել եք, հա, քաղաքացին հայտնվել է պետության, հա, տեսադաշտում, ուրեմն իրենք ինչ որ մի բան փորձում են ձեր վերաբերյալ ճշտեն, հետաքրքրվեն եւ այլն։ Այսինքն այդ բորբոքային process-ը բժշկության հետ համեմատելով բորբոքային process-ն ընթանում է արդեն։ Նույն կերպ կարող է ինչպես հիվանդության մեջ գաղտնի շրջան լինել, նույնը քրեական վարույթներում։ Ձեզ կարող է շատ երկար, դուք իրանց տեսադաշտում լինեք։ Այո, տեսադաշտում լինեք, բայց դեռևս ձեզ դրա մասին հայտնած չլինեն էլ։ Եվ դուք նույնիսկ չգիտեք, թե ձեզ ինչքան ժամանակ եք դուք իրանց տեսադաշտում։ Շատ հաճախ նույնիսկ այդ քո համեմատության մեջ բժիշկներին էլ ենք մենք սիրում ուշ դիմել, դե մի քիչ երևի թե ֆինանսական մասի հետ էլ կապ ունի, այդ էլ չբացառենք, որովհետև մարդիկ կարծում են, որ փաստաբանական ծառայությունները իրենց հասանելի չէ, բայց այս մասով էլ ես կուզենայի խորհուրդ տալ քաղաքացիներին, որ ավելի լավ է ի սկզբանե որոշակի գումար ծախսել եւ ապահովագրել ինքդ քեզ, քան հետագայում շատ ավելի մեծ գումար եւ ավելի կարեւոր բաներ գործել։ Սենց կարանք ձևակերպումը տալ, հա, ավելի լավ է շուտ դիմել, վաղ փուլում դիմել ու լինել ավելի պաշտպանված, անվտանգ ու դա կլինի նաև ավելի մատչելի։ Շատ ժամանակ հանդիպում է իրավիճակներ, երբ որ քաղաքացիները գալիս են խորհրդատվության, ասում են հրավիրել են վկայի կարգավիճակով հարցաքննության, դե արդեն որոշակի հանգամանքներ ես փորձում ճշտել եւ այլն, իրենց տեղեկություն ստանալ, ու ինքը վերջում ասում է լավ, ես կփորձեմ մի հատ հիմա մենակ գնամ, տեսնեմ ինչ ասում այդ քննիչը, ոնց է, ինչ գործ է, հետո ընթացքում եթե բան լինի կասեմ։ Ու ասում է մի ժամանակ նույն անձը արդեն դիմում է ու դու տեսնում ես արդեն ինքը մեղադրյալի դատավարական կարգավիճակով է։ Ու երբ որ նայում ես թե ինքը գնացել է, մարդկանց թվում է որ իրանք կարող են արդեն հասկացան ամեն ինչ, իրանք կարող են գնալ ինքնուրույն այդ ամեն ինչը իրացնել, հա։ Ու հաճախ հենց այդ արդյունքում պարզվում է որ դա այդպես էլ չէր, այն հարցերին, որոնք ինքը իրավունք ուներ չպատասխանել, չգիտես ինչի պատասխանել է, ու արդեն որոշակի ապացույցներ, փաստեր ինքն է փաստացի ներկայացրել, հա, վարույթ իրականացնող մարմին, որոնք որ հետագայում իր դեմ էլ արդեն օգտագործվում են։ Ու ինչի համար եմ սա ասում, մարդկանց թվում է որ եթե օրինակի համար մի երկու գործողության գնամ առանց փաստաբանի, ես ինչ որ միտեղ կտնտեսեմ, բայց ու ինձ ոչինչ չի լինի դրանով։ Հա, հետո եթե պետք լինի, արդեն փաստաբանին կդիմեմ, այդ ընթացքը փաստաբանի հետ կմասնակցեմ, բայց իրենք այնքան են բարդացնում արդեն գործի ընթացքը, որ արդեն երբ որ դիմում են փաստաբանին, արդեն չէ, տեսնում եմ արդեն ծավալն է մեծացել աշխատանքի եւ փրկելը ճակերտավոր իհարկե, հա, շանսերը քչացել է, ծավալը մեծացել է։ Ինչը որ արդեն կարելի է կանխել, երբ որ այն սկզբնական վաղ փուլում, երբ որ փաստաբանը մասնակցել։ Այս մոտեցումը կա նաև քաղաքացիական գործերի մեջ, երբ որ գալիս են խորհրդատվության, իրենց թվում է թե իրանք ամեն ինչ իմացան այդ գործի մասին եւ ասում են դե լավ, մենք
կգնանք դատական նիստերին, մենք կանենք։ Եվ ունենալով արդեն առաջինատյանի բացասական իրենց օգտին բացասական վճիռ, մեկ էլ այսպես գալիս են եւ փրկի վերաքննիչի ժամկետ ունենք, ժամկետում բողոքարկի փրկենք գործը։ Բայց շատ հաճախ նույն քաղաքացիական գործերով էլ դու այլևս որևէ բան չես կարողանում անել, որովհետեւ պարզապես այդ ապացույցները այդ դիրքորոշումը չի ներկայացվել առաջին ատյանում ու մարդիկ այդ պահից սկսած արդեն սկսում են քեզանից նեղանալ, որ դու չկարողացար որևէ բան անել, էլ չեմ ասում ավելի վատ փուլերի մասին, երբ որ այդ նույնը անում են վճռաբեկ դատարանում, երբ որ արդեն որևէ բան հնարավոր չի անել, հա, վերաքննիչի որոշում ունենալու դեպքում։ Հենց այդ է կարևոր, փաստաբանին չպետք է նայեն, դիտարկեն որպես փրկիչի վերջին միջոց հա, ում կարելի է դիմել, որովհետև ի սկզբանե, երբ որ փաստաբանը մասնակցում է վարույթին, արդեն ընթացքը, էլ եմ կրկնում, այդ ռիսկերը կանխատեսում է, նվազեցնում է, հնարավորինս փորձում է այդ ամեն ինչը անի, որ ի օգուտ անձի օրինական շահերի։ Միանշանակ։ Այս մասով մի քիչ երևի թե շատ ծավալվեցինք փաստաբանի գործունեության, փաստաբանի դերի նշանակության մեջ, սա մի հատ առանձին թեմա է, որի մասին կարելի է երկար խոսել, չծանրաբեռնենք այս հաղորդումը սրանով։ Կարեն, շնորհակալ եմ ես քեզ հրավերս ընդունելու համար եւս մեկ անգամ։ Շատ հաճելի զրույց ստացվեց։ Ես կարծում եմ քաղաքացիների համար բավականին ինֆորմատիվ էր զրույցը։ Եթե իհարկե հարցեր ունեք այս հնչեցված հարցերի վերաբերյալ, կարող եք գրել մեկնաբանություններում եւ մենք սիրով կպատասխանենք դրանց։ Եվ ես կարող եմ արձանագրել այսպես, որ կարող ենք շարունակական անել մեր եթերները, որովհետեւ քրեական իրավունքի մասին այսպես մի հաղորդման շրջանակներում խոսելը դա անիրատեսական է։ Դա միանշանակ, այնպես որ շարունակական կլինի քո թույլտվությամբ մեր հաղորդումները եւ եւս մեկ անգամ շնորհակալ եմ քեզ մասնակցության համար։ Կարեն, եւ վերջում մեր հաղորդումը ունի մեկ այլ ֆորմատ՝ բլից հարցերի շարք, որոնց խնդրում եմ պատասխանել բավականին կարճ եւ հակիրճ։ Մեկ սխալ կնշես, որ մարդիկ ամենաշատն են անում իրավապահների հետ շփման ժամանակ։ Տալիս են ավելի շատ տեղեկություն, քան որ պետք էր։ Լռել թե բացատրություն տալ։ Լռել։ Ձերբակալման ժամանակ առաջի գործողությունը, որ անձը պետք է անի։ Լռել եւ հրավիրել կամ պահանջել փաստաբան։ Որն է ամենատարածված սխալը, որ անձինք թույլ են տալիս փաստաբանի հետ հարաբերություններում։ Երբ որ չեն վստահում փաստաբանին։ Եվ վերջում հարց, որ բոլորին եմ հղում, քո խորհուրդը մեր քաղաքացիներին մեկ նախադասությամբ։ Դրսևորել օրինապահ վարքագիծ, չխախտել օրենքները, բայց այն իրավիճակներում, երբ որ արդեն հայտնվել եք իրավապահ մարմինների տեսադաշտում, հրավիրել փաստաբան։ Կարեն, եւս մեկ անգամ շնորհակալ եմ հաղորդման մասնակցելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ առանձնացնել մեկ պարզ միտք։ Իրավունքը սկսում է աշխատել այն պահին, երբ անձը գիտակցում է իր վարքագիծը։ Ես Անի Ավետիսյանն եմ, սա իրավունքը բաց տեքստով ոդքասթներ։ Բաժանորդագրվեք հաջորդ թողարկումները բաց չթողնելու համար, որովհետև այստեղ իրավունքի մասին խոսում ենք բաց տեքստով։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։